Հրապարակվել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ Ներքին գործերի նախարարությունը քվեարկությունից 7 օր առաջ ցուցակները հասանելի է դարձրել elections.mia.gov.am հարթակում որոնման եւ ներբեռնման հնարավորությամբ։ Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են անուն ազգանունով գտնել իրենց ընտրական տեղամասը, որտեղ պետք է մասնակցեն քվեարկությանը։ Ավելի ճշգրիտ որոնման համար հնարավոր է լրացնել նաեւ ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը։ Բացի այդ, կայքում հասանելի են ընտրողների ցուցակները ըստ ընտրական տեղամասերի, որոնք կարելի է ներբեռնել։ 2008 թվականի մարտի 1-ից 2 իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ը ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների նկատմամբ։ Ըստ գլխավոր դատախազության նրանց մեղսագրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելուն օժանդակելը, որը ըստ մեղադրանքի էական վնաս է պատճառել եւ հանգեցրել ծանր հետևանքների։ Հայաստանում 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար կգործարկվի բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։ Կառավարության նախաձեռնությամբ ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքները հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաեւ բնակելի տուն կառուցելու նպատակով յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ աջակցություն։ Ծրագրի նպատակն է բարելավել նրանց բնակարանային պայմանները եւ խթանել ծնելիության աճը։ Նոր ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Հայ առաքելական եկեղեցին տոնել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը, որը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է։ Տոնի առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածնից դեպի Սուրբ Հռիփսիմե վանք է կազմակերպվել եկեղեցական թափոր Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքակիր աճի ուղեկցությամբ։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի մոտ ամենայն հայոց կաթողիկոսը մասունքով օրհնել է հոգևոր դասին։ Հոգևորականները ընդգծել են, որ Հռիփսիմյանց կույսերի տոնը ոչ միայն պատմական հիշողության պահպանում է, այլ նաև քրիստոնեական հավատքի, նվիրումի եւ հոգևոր արժեքների վերահաստատում։ Տոնական միջոցառումների շրջանակում Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է սուրբ եւ անմահ պատարագ։ Երևանի կենդանաբանական այգին կընդլայնվի 13000 քառակուսի մետրով եւ կունենա երկրորդ մուտք։ Քաղաքապետարանի տեղեկացմամբ այգուն միացվել են 3 հողամասեր, որտեղ նախատեսվում է նաև կառուցել ծառայողական առանձին մուտք անձնակազմի համար։ Նոր մուտքի գործարկումը նպատակ ունի թեթևացնել Միասնիկյան պողոտայի գլխավոր մուտքի ծանրաբեռնվածությունը եւ հեշտացնել այցելուների մուտքը նոր նորքի կողմից։ Միաժամանակ քաղաքապետարանը քննարկում է ավտոկայանը տեղի եւ անհրաժեշտ ուղեկցող ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։